Հարգելի հետևորդներ, Ժառանգություն կուսակցության առաջնորդ Ռաֆի Հովհաննիսյանն է ծաղկե փնջով եկել։ Հիմնակար առանց այս ճակատամարտերի, որոնք պատմական չեն, այլ խիստ արդիական, մենք չենք ունենա անգամ այսօրվա Հայաստանի Հանրապետությունը։ Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի ելույթում այսպիսի մի հայտարարություն էր անում, ասում մենք տարիներ շարունակ փնտրտուքների մեջ ենք եղել։ Մեր հայրենիքն ենք փնտրել, հիմա վերջապես գտել ենք ու հիմա ավելի քան երբևէ անկախ ենք, ինքնիշխան ենք։ Իսկապես տեսակետը մենք որ պետություն ենք։ Դուք գիտեք, որ ես այդ մարդկանց այլևս չեմ մեկնաբանում, բայց կարող եմ ասել, որ քաղաքացիական հեգնանք է, ձաղրանք է, երբ նրանք ովքեր հանձնել են Հայաստանը, իր դարածքը, իր ինքնիշխանությունը, իր ոսկե դղաներին, խոսում են այդ նույն արժեքներից։ Պատմության դասերը ոչ թե չեն սերդել հայոց սերունդները, այլ հենց իրենք չգիտեն, թե ինչ է հայոց պատմությունը, եւ եթե այսպես շարունակվի, հայոց պատմությունը ողբերգականորեն պիտի կրկնվի, եւ իրենք ոչ թե ինքնիշխանություն են բերում, այլ մեր պատմության ողբերգական կրկնումը։ Եվ սա մեր ժողովուրդը պետք է բացառի։ Ես չեմ որ պիտի ասեմ, որ նման մարդկանց ներկայությունը այստեղ ծաղրանք է մեր ժողովրդին իր արժանապատվությանը, բայց այն ինչ որ իրենք ասում են ամենօրյա ռեժիմով, որպես գործող պաշտոնյաներ Հայաստանի Հանրապետության, ուղղակի թքած ունեն Սարդարաբադի, մեր հերոսների, ներողություն մեր զինվորների վրա, ովքեր գերդեցին այս տոնը։ Ցավում եմ դրա համար, բայց այդ բարձրագույն խոսքերը, որ այստեղ ասում են, արդեն երկրորդ է։ Ես հիշում եմ, որ Դավուշյան հաջողությունից հետո ինչպես եկավ այստեղ, ուրիշներին հերոս գարկեց, արժանի, բայց ինքն էլ երակույն ժապավեն դրեց իր վրան, ոնց որ ինքնահերոսացում էր գնում։ Նման ղեկավարներ պետք չունի Հայաստանի Հանրապետությունը, ոչ պատմականը, ոչ իրականը եւ հատկապես ոչ ապականը։ Շնորհավոր բոլորին։ Մերսի։